Բարի երեկո բոլորին, ընկերներ, հույսով եմ ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Այսօր որոշել եմ խոսամ մի թեմայից, էմիգրացիայից դեպի Իտալիա, որը ինձ թվում է շատ տարածված է եւ շատ հետաքրքրություն առաջացնող թեմա է, բայց շատ քչերն են խոսում իրականում դա ինչ է նշանակում։ Իտալիային ծանոթությունը իրականում բավականին երկար պրոցես է եւ շատ կամաց Իտալիան ձեզ փոխում է եւ ինչքան է դուք կարդաք, ինչքան ինֆորմացիա ունենաք, յութուբերներին նայեք, բլոգերներ եւ այլ եւ չաթերում կարդաք, միևնույնն է դուք չեք կարող ընդհանուր պատկերացում կազմեք այս երկրի մասին, միջև որ դուք այստեղ չեք տեղափոխվի ապրելու։ Ասեմ ձեզ նույնիսկ գալ մի քանի ամիս որոշակի կուրս անցնել, նույնիսկ մի տարի գալ սովորել Իտալիայում կամ, չգիտեմ, բարեկամների մոտ մնալ, լեզուների կուրսերի գնալ, էլի չի նշանակում, որ դուք Իտալիան ճանաչեցիք։ Դա բավականին ժամանակատար պրոցես է, որպեսզի դուք կարողանաք ծանոթանաք երկրին, պատկերացնեք ինչ է իրանից ներկայացնում, այդ շատ կարճ ժամանակում հնարավոր չէ։ Ասեմ ավելի, նույնիսկ այլ անձանց անձնական փորձը չի կարող որևէ մեկի համար լինել որպես օրինակ ընկերներ, որովհետև ամեն մեկը ունի իր կյանքը։ Նայես դու ինչ պայմաններով ես տեղափոխվի Իտալիա, ինչ-որ մեկի մոտ ես եկել, թե դու զրոյից միայնակ ես այդ ամեն ինչը ստեղծել, ինչպես ես կարողացել ունենալ փաստաթղթեր, հիմքեր ունեցել ես փաստաթղթերի, քեզ ինչ-որ մեկը օգնել է, ուղղորդել է, դա ահռելի տարբերություն է եւ հնարավոր չի համեմատել այդ մարդու փորձը այն մարդու փորձի հետ, որը եկել է միայնակ։ Ես իմ համար մի քանի փուլի եմ բաժանել ժողովրդի միգրացիան դեպի Իտալիա, որով հնարավոր է ինչ-որ չափով գոնե հասկանալ մոտավորապես մարդը ինչ ապրումներ ունի, ինչեր է անցնում։ Ինձ թվում է ես, չգիտեմ, ես այդ փուլերի եմ բաժանել, եթե կհամաձայնվեք ինձ հետ, միգուցե ձեր փորձը լինի այլ։ Առաջի փուլը իմ կարծիքով այդ սիրահարվածության փուլն է, երբ որ դուք նոր եկել եք, դուք դեռ ունեք գումար, դուք դեռ վարդագույն ակնոցներով եք ժողովուրդ եւ ամեն ինչը գեղեցիկ է, ամեն ինչը համով է, սուպերմարկետները լի են, ամեն ինչ հիանալի է, տուրիստական այդ քաղաքները, երուզերը, դուք ձեզ զգում եք դեռ տուրիստ, դուք դեռ բնակիչ չեք, ու ես ձեզ ասեմ, ինձ մոտ այդ տևեց մոտավորապես 1 տարի, առաջին այդ 1 տարին ամեն ինչը հիանալի էր, ամեն ինչը չեմ չափազանցացնում ժողովուրդ, նույնիսկ վայրեր, որոնք միգուցե ուրիշների համար գեղեցիկ չեն, ինձ թվում էին գեղեցիկ, ինձ թվում էին հիանալի, ամեն ինչը մի խոսքով անհնար էր մի բան, ես ձեզ ասեի, որ թերությունա չէ, այստեղ ամեն ինչ, այստեղ, այդ դրան վերջ չկար։ Երկրորդ փուլը ժողովրդի իմ կարծիքով այդ երբ որ դուք արդեն փորձությունների շրջանն եք մտնում, երբ որ դուք սկսում եք փաստաթղթեր պատրաստել, քայլ առ քայլ սկսում եք հասկանալ դուք ուր եք, ձեզ հետ ինչ է կատարվում, եւ միանգամից այդ ամենը ձեզ զգացնել է տալի, այնինչը որ այդ 1 տարում զգացնել ձեզ չէր տալիս ընդհանրապես, ու դուք զգում եք ինչքան ամեն ինչը տարբեր է, ձեզ անսովոր է եւ խորթ է։ Ասեմ ձեզ sense մի փաստ, նույնիսկ հարցից մեկին էլ պատասխանեմ կոմենտարներում, հարց կար թե ինչպես եմ սովորել լեզուն ժողովուրդ։ Ասեմ ձեզ, ես երբ որ եկել եմ Իտալիա, ես դրանից մի քանի ամիս, երևի 4 թե 5 ամիս չեմ հիշում հստակ, պարապել եմ իտալերեն լեզու, պարապել եմ մասնավոր, այսինքն անհատական սկզբունքներով պարապել եմ դասախոսի հետ, զրոյից, տառերից, ամեն ինչը, ինչքանը որ հնարավոր էր այդ կարճ ժամանակահատվածում ինձ պարապել, բայց որ վարժություններ ես անում, տնայիններ ես անում, բայց որ ասեմ խոսակցական ինչ-որ շատ ինձ դա փոխեց, չէ, ինչ-որ բառեր դու գիտես, ինչ-որ բան հասկանում ես, բայց դա խոսակցական չէ եւ ասեմ ձեզ որևէ կապ չունի նրա հետ, ինչ-որ դու գալիս եք այստեղ, մի մոռացեք Իտալիան շատ բազմազան է, հյուսիսից հարավ, ժողովուրդ, ինչ լեզու ասես կա, շատ դիալեկտներ կան, դուք կարող եք հանդիպել նույն Ֆլորենցիայում օրինակ, նույն վայրում աշխատել օրինակ կոմունայում, Թաղապետարանում, տարբեր ռեգիոններից մարդիկ, ու շատ անգամ դու չես հասկանում իրանք ինչ են խոսում։ Դու սկեն իտալերեն ստանդարտը լավ չես կարողանում հասկանալ, ուր մնաց որ հասկանաս այդ դիալեկտներով, ասենք մեկը Նեապոլից, մեկը չգիտեմ որտեղից, Բարից, ձեր հետ խոսա, դուք չեք հասկանա իրանք ինչ են ձեզ ասում։
դա էլ մի մոռացեք այդ լեզվի այդ չհասկանալը, թերի ու լինելը, քանի որ դեռ դուք չեք շփվել եւ դուք չեք իմանում, չեք խոսացել տեղացիների հետ, շատ դժվար է միանգամից մտնել դրա մեջ, շատ դժվար է։ Երրորդ ստադիան ժողովրդի ինձ համար դա այն էր, երբ դու սկսում ես արդեն համակերպվել այն մտքի հետ, որ վերջ սա քո տունն է եւ դու ես երկրի մի մասն ես։ Իմ դեպքում ժողովուրդ 5 տարի պահանջվեց ինձանից, որ ես ինչ-որ չափով կարողանամ ասեմ տուն։ Այն էլ չեմ կարող ասել միջև վերջ, որտեղ շատ անգամ երբ որ ասում եմ տուն, ես պատկերացնում Երևանը։ Ու բացի այդ ամեն ինչը ես համեմատում եմ ժողովուրդ, ցանկացած բան, մարդկանց արարքները, ստեղի բյուրոկրատիան, ամեն մարուկ ես համեմատում եմ, այ Երևանում սենց էր, այստեղ սենց է, այ Երևանում ու պատկերացեք տունը նույնիսկ վերանորոգելուց իմ համար այդ էր, Երևանում սենց էր, ստեղ սենց, ու ես անդադ չէի կարողանում իմ մեջից դա հանեի, որ հանգիստ թող, դու հիմա ստեղ ես ու էս է քո տունը, էս պահին կենտրոնացի ստեղի վրա եւ մի համեմատի անընդհատ, որտեվ ինչքան էլ համեմատում ես, մեկը Երևանը շահելու է, որտեվ այդ քոնն է ու դու մեկը չես հավարելու, այստեղ շատ բաներ են։ Չորրորդ փուլը ես ձեզ կարող եմ ասեմ իմ մոտ դա ինտեգրացիան է, երբ որ դու իսկապես ինտեգրվում ես այս իրականության մեջ, որը իրականում տարբեր է։ Չգիտեմ որտեղից է, ասես մի հատ միֆ կա, որ իտալացիները նման են հայերին։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչով են նման, միջև այսօր ես չեմ կարողացել հասկանամ, այսինքն ինչ սեղանի մոտ նստել ծիծաղալ խոսալը նման են հայերի, այդ բոլորն էլ ծիծաղում խոսում են։ Բայց մենք ընդհանրապես նման չենք։ Մենք շատ տարբեր ենք մենտալիտետներով, շատ տարբեր ենք, իրանք բավականին փակ են։ Հետո եկեք չմոռանանք, մարզից մարզ, Իտալիան շատ բազմազան է, եթե դու գնաք հյուսիս, մարդիկ կլինեն ավելի սառը, ավելի ոչ սենց ասեմ, ձեզ հրավիրեն իրենց տուն, ձեզ շատ ընկերություն անեն, չէ, դու գնաք հարավ, կլինի դրա հակառակը, ձեզ կանչեն իրանց տուն, ընթրիքի էստեղ, այնտեղ, կարող են մարդիկ կան, որ ինձ հետ չհամաձայնվեն, էլի եմ կրկնում, ամեն ինչը անձնական փորձի վրա է հիմնվում, բայց դա ես այն ինչ որ իմ նկատառումներն եմ ես ձեզ պատմում, ինչ որ տեսել եմ ես։ Ու միշտ չէ, որ այդ ամենը մենք մի քիչ շատ ենք իդեալականացնում, մի քիչ շատ ենք ոնց որ վերածում ինչ-որ ֆիլմերի, հեչ ֆիլմ չէ, եւ շատ հերոյա ֆիլմից ցավոք սրտի, այստեղ ամեն մեկը ներթաթախված է իր կյանքով, իր գործով, իր ընտանիքով, արդեն նշել եմ, որ գումար վաստակելը բավականին բարդ է, մի հատ նայեկով այնց հյուր եկե, ընկերուհիս է եկե, գնաց։ Ընկերներ, ես իմ անձնական փորձի վրա եմ հիմնվում, ինչ-որ բան պատմելուց հա ձեզ, եւ կրկին նշել եմ, որ այստեղ կյանքը բավականին դժվար է։ Գումար աշխատելը, ընտանիք պահելը, հենց ինքդ քեզ պահելը, չեմ ասում ընտանիք, արդեն դժվար է։ Եվ այստեղ այնպես չի Երևանի նման, որ ես կարողանամ զանգեմ իմ ընկերներից մեկին, ասեմ, արի այսօր գնանք կոֆե խմելու, վերջին 5 րոպեից պատրաստ ինձ է սպասում։ Ոչ, այստեղ մարդիկ նախորոք պայմանավորվում են, օր են նշում, այս շաբաթ, այն շաբաթ, բոլորը զբաղված են։ Այնքան հետաքրքիր է, ես մինչև հիմա դա չեմ հասկանում, որտեվ Երևանում մենք բոլորս էլի աշխատում ենք, չկար իմ շրջապատում մարդ, որը չէր աշխատում։ Բայց միևնույն է, ընկերներ, այդ հարցը շատ հեշտ էր լուծվում, ու ես կարող էի կազմակերպել իմ ընկերներին տեսնել, մի քանի հոգով իրար տեսնել, նույնիսկ չեմ ասում մեկ հոգով, հա։ Այդ շատ հեշտ եւ հանգիստ դա ստացվում էր։ Ինչու՞մ նախնդիրը, որ այստեղ չի ստացվում, ես չեմ պատկերացնում։ Միգուցե տարածություններն են մեծ, միգուցե ամեն մեկին հասնել էս կետից են, բայց չէ, էլի նույնն է, մասիվից էլ են մարդիկ հասել, եկեք կենտրոն, հա, սուրճ խմե գնացել, չգիտեմ ընկերներ, այ ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Բայց դա կա։ Շատ մեծ դեր է խաղում ժողովուրդ, նաև այդ փաստաթղթային իրավիճակը, հա։ Ես չգիտեմ ինչքանով եք տեղակ, բայց այստեղ ցանկացած օր վերցնել թաղապետանում, ոստիկանությունում, ցանկացած վայրում, դա բավականին սենց մեծ գործընթաց է։ Ովքեր այդ ճանապարհով անցել են, որոնք ստացել են կեցության քարտ, ինձ թվում է քաջ տեղյակ են, թե ամեն քաղաքում, հատկապես եթե դա մեծ քաղաք է, օրինակ ոնց որ Հռոմը, Ֆլորենցիան, Միլանը, հա, այդ բոլոր ոստիկանություններում, որտեղ դու ստանում ես այդ կեցության քարտը, դիմում ես, հետո տարիներով սպասում ես, շատ բավականին երկար գործընթաց է ընկերներ, մինչև ձեզ դա տալիս են, մինչև ձեզ հերթ է հասնում, հետո բազմամի թուղթ պակաս է, պետք է գնալ
չնկարագրեմ, ինձ թվում է բոլորը ովքեր նման բան իրենց կյանքում արել են, ինձանից լավ քաչ տեղյակ են, բայց էդ էլ է ձեզ ինչ որ վստահություն տալիս, օրինակ ստացաք, չգիտեմ, կեցության քարտ ժամանակավոր, դրանից հետո այստեղ ի դեպ 5 տարի հետո եթե ապրում եք ունեք գրանցում աշխատանք, կարող եք ստանալ անսահման, հա, ասենց ասեմ, կեցության քարտ, որը ամեն 10 տարին պետք է միայն թարմացնել այդ քարտը, բայց վերջ դուք ստացվում է համարյա թե քաղաքացի եք, չեք կարող ընտրել եւ չեք կարող ազնագիր չունեք, որ տարբեր երկրներ, հա, հաճախեք, ասենց ասեմ, առանց վիզա եւ կա տենց հնարավորություն, որ 10 տարի եթե դուք այստեղ ապրում եք անընդմեջ եւ ունեք մշտական գրանցում, դուք կարող եք դիմել այսինքն քաղաքացիության համար, այնուհետև անձնագրի քաղաքացիության համար դիմելուց հենց մեկը, եթե դուք մենակ եք, հա, ոչ մեկի հույսով չեք, հենց դա է, որ շատերը դիմում են, 10 տարի անցնում է, դուք ունենում եք գրանցում, օրինական գրանցում, անընդմեջ, նույնիսկ եթե 1 օր ընդհատվի, ձեզ չեն հաշվի դա պետք է լինի անընդմեջ, բացի այդ, դուք այստեղ պետք է աշխատեք, ցույց տաք, որ դուք ունեք բնակության վայր, ցույց տաք այնտեղ կա կոնկրետ գումար, թե դուք ինչքան պիտի աշխատեք տարին, որ իրավունք ունենաք դիմեք այդ քաղաքացիությանը, դիմում եք քաղաքացիությանը եւ կարող եք ստանալ ձեր անձնագիրը եւ բնականաբար Իտալիա անձնագիր ամենաուժեղ անձնագիրներից մեկն է, որ նույն Ամերիկան, նույն Ավստրալիան, Անգլիան եւ այլ լուրջ երկրների մասին է խոսքը, մի քանի երկիր կա, որ չեք կարող այցելել առանց վիզա, եթե չեմ սխալվում, Հյուսիսային Կորեան է, Ռուսաստանն է, մի քանի երկիր կա Աֆրիկայում, չեմ կարող նշել կոնկրետ որոնք են, դա է, բայց ընդհանուր առմամբ, եթե ունեք արդեն անձնագիր, դուք ձեզ ինձ թվում է ավելի լիիրավ քաղաքացի եք այստեղ զգում եւ կարելի է ձեր ինտեգրացիան, հա, համարել ստացված, մոռացա նշել, որ պետք է հանձնել նաեւ լեզվի քննություն, այս պահին B1 մակարդակն է, եթե չեմ սխալվում, պետական քննություն է, որը դուք պետք է հանձնեք, ստանաք ձեր սերտիֆիկատը, որը պետք է կցեք այդ թղթերի հետ, որ ստանաք քաղաքացիություն Իտալիայում։ Բավականին լուրջ պրոցեդուրա է, որը պահանջում է 3-ից 4 տարի ժամանակ, մինչև դա դες հաստատեն, հաստատելուց հետո կա բազմաթիվ էլիս բյուրոկրատիկ գործեր, որից հետո դուք ունեք օր երթմնակալության, հա, ճիշտ եմ ասում, երթմնակալության օր ունեք, որը գնում եք պաշտոնապես երթվում եք կոնստիտուցիայի եւ այլ ամեն ինչի վրա, որ դուք վերջ ընդունում եք եւ դառնում եք Իտալիայի քաղաքացի։ Ես եղել եմ ներկա տենց տեսարանի, բավականին հետաքրքիր էր, ասեմ ձեզ, ընկերներ, եւ հա, դա իհարկե ձեզ մոտեցնում է այս երկրում ինտեգրացիա, այսինքն դուք դառնում եք լիիրավ այս երկրի անդամ, իդեպ կա նաեւ վճար 250 եվրո, եթե չեմ սխալվում, այդ ոնց որ պետք է վճարել պոչտայում, փոստում 250 եվրո, որպեսզի էլի կցեք ձեր փաստաթղթերին։ Ընկերներ ջան, այնպես որ այո, բավականին երկար ճանապարհ է այս ամենը, հեշտ ճանապարհ չէ, ոչ բոլորի համար է, ես ձեզ ասեմ այս ճանապարհը, որտեղ շատ մարդիկ գիտեն, որ կեսից կոտրվում են հենց այդ բյուրոկրատիկ թղթերի, չեն կարողանում ընդունել այստեղ մենտալիտետը, ապրելակերպը, շատ բաներ չեն կարողանում ընդունել, միգուցե հիմա ձեզ համար տարօրինակ հնչի, թե ոնց կարելի է Իտալիայում ինչ-որ մի բան չընդունել, բայց հավատացեք, շատ բաներ կան, մեկը դու քո երկրինն ես սովոր ու քեզ թվում է, որ ամեն ինչ այնտեղ ավելի լավ է, հեշտ է եւ այլն, բայց միգուցե մարդիկ կան, որ այդպես չեն մտածում, ես ասում եմ այնպես, ոնց որ մտածում եմ ես ու ինչքան մարդ, որ ես գիտեմ, հա, բայց շատերը չեն դիմանում ընկերներ։ Այդ ընթացքում միգուցե դուք արդեն այնքան տեղեկանաք, ինտեգրվեք, որ կարողանում եք տուն գնել, կարողանում եք վարկ վերցնել, լիիրավ դառնում եք այստեղի բնակիչ, գիտեք որտեղից ինչ առնել, ունեք արդեն ձեր շրջապատը իտալացիների եւ ոչ միայն, ասեն նշել են, որ Իտալիան շատ բազմազան է եւ բազմատիպ, այստեղ ցանկացած երկրներից կան մարդիկ, այնպիսի երկրներից, որ չենք էլ լսել, որ ճիշտն ասեմ, ու ես չի պատկերացնում, այդ երկրներից էլ կարող են գան Իտալիա, որտեղ Իտալիան չեմ կարող ասել, որ հարուստ երկիր է եւ բաժանում աղաչուձախ ինչ-որ մի բան, եւ ոնց հասկանում եմ, ոչ մի բան չի բաժանում, բայց կան մարդիկ, պատկերացեք, կան, գոհ են, այստեղ իրանք գտել են իրանց համար ավելի լավ կյանք եւ ոչ պատրաստվում են այստեղից գնան, ոչ մի նպատակ չունեն։ Այնպես որ ընկերներ, այս իմ կարծիքներ, իմ փորձներ,
Եթե դուք ունեք այլ հետաքրքիր փորձ կամ ինչ որ այլ իմացություններ, գիտելիքներ, որոնք ես չնշեցի կամ դուք այլ ճանապարհ եք անցել, սիրով կկարդամ կոմենտարիաներում, եթե համաձայնվեք, կիսվեք, շատ շնորհակալ կլինեմ, ինչպես նաև շնորհակալ կլինեմ, եթե դուք լայքեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք, եթե ձեզ հետաքրքրեց։ Կհանդիպենք հաջորդ տեսահոլովակներում։